Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսվում, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուրդյանին։ Բարև ձեզ, պարոն Խուշուրդյան։ Առաջարկում եմ խախտենք մեր զրույցների ավանդույթը եւ սկսենք ոչ թե Հայաստանի կամ Հայաստանամերձ ինչ-որ թեմաների առնչվող, խնդիրներից հարցերից, այլ Մոլդովային։ Ու շատ հետաքրքիր զարգացումներ են Մոլդովայի շուրջ գնում։ Այնտեղ նշանակվել է, այսպես ասած, կրեմլյան կուրատոր Կոպիրկինը, եւ Կոպիրկինը, որը հայտնի է իր շատ ներողություն, Կոպիրկինը նույնն են, բոլորն նույն Facebook-ի ժողովուրդ է, դա Կիրիենկոն։ Եվ իր ձեռագիրը շատ ավելի կոշտ է, իր գործելավոճը շատ ավելի կոշտ է, դա ասում են կրեմլյան մերձ, այսպես ասած, աղբյուրները, ու իրանց մոտ առջևում ազգային ժողովի խորհրդարանի ընտրություններ են։ 15 մանդատ ունեցող սոցիալիստների կուսակցությունը տարին 12-ամիս թռնում է Մոսկվա, գալիս է։ Սա ինչ-որ հետաքրքիր նմանություն կա նաև մեր իրականությանը, եւ ակնհայտորեն Ռուսաստանը որոշել է անցնի ռևանշի, ակնհայտորեն։ Մանավանդ Մոլդովան ունի գրեթե նույն խնդիրները, ինչ որ ունենք մենք, Պրիդնեստրովիա, Գագաուզիա, ռուսների կողմից, այսպես ասած, ազդեցության տակ վերցված, ու հիմա այնտեղ թե Եվրոպան, թե Մոլդովայի իշխանությունները բավականին անհանգստացած են։ Ակնհայտորեն կա նաև երկրի ներսում, այսպես ասած, սիմպաթիա Ռուսաստանի նկատմամբ։ Ըստ ձեզ, կարելի է նմանացնել, գոնե թե ինչ-որտեղ նաև դասեր վերցնել մոլդովական սցենարից։ Այո, իհարկե, մտահոգությունը տեղին է, որովհետև շատ ընդհանրություններ իրոք կան Հայաստանի Մոլդովայի միջև, բայց կան նաև մեծ տարբերություններ։ Եվ այդ մեծ տարբերություններից ամենագլխավորն այն է, որ Ռուսաստանը մոլդովացի ժողովրդի դեմ այդպիսի ստորություն չի արել, ոնց որ Հայաստանի ժողովրդի դեմ, եւ այդպիսի հակակրեմլյան, հակառուսական պետության իմաստով, ոչ թե ժողովրդի, հակառուսական տրամադրություններ, ոնց որ Հայաստանում են, մեկ էլ երևի Վրաստանում կարող է, որովհետև որ գնահատում ենք, դա Ուկրաինան պարզը չեմ ասում։ Այնպես որ Մոլդովան, տեսեք, դուք ասում եք Մերձդնեստրը, բայց Մերձդնեստրը մնում է Մոլդովայի կազմում, Ռուսաստանը չի ճանաչել Մերձդնեստրի անկախություն, եւ Մերձդնեստրը բավականին ինտեգրված է մոլդովական տնտեսական կյանքին, կրթական կյանքին, ինքը այնպես չի էլի, որպես Ղարաբաղն էլ ինտեգրված էր Հայաստանում։ Հա, բայց Ղարաբաղը արդյունքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համատեղ ջանքերով փոխվեց Հայաստանից։ Մերձդնեստրի դեպքում նման բան չկա։ Իսկ կարա լինի։ Կարա լինի, այ հենց որ լինի, այդ ժամանակ Մոլդով ժողովուրդը վստահ եմ ավելի վատ կսկսի վերաբերել Ռուսաստանին, բայց միջև այդ ինքը բավականին լոյալ է, զգալի մասը համենայնդեպս մոլդովացիների։ Ավելին ասեմ, Մոլդովան մոնոէթնիկ երկիր չէ Հայաստանի պես։ Այնտեղ կան գագաուզներ, որոնց վրա Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի։ Այնտեղ կան ռուսներ, հենց նույն Մերձդնեստրի 1/3-ը ռուսներ են, 1/3-ը ուկրաինացիներ են, 1/3-ը մոլդովացիներ են։ Հենց բուն Կիշինևում բավականին մեծ ստվար ռուսական համայնք կա, ռուսալեզու, ես նույնիսկ ասել ռուսական մշակույթը կրող, մինչև 40%-ի հասնող Կիշինևում, որի արդյունքում իրենք քաղաքապետ են պարբերաբար ընտրում իրենց ուզած մարդուն։ Այնպես որ այդ իմաստով մի քիչ տարբեր է իհարկե Մոլդովան, բայց իհարկե ընդհանրությունները այն է, որ երկուսս էլ դեպի Եվրոմիություն ենք ձգտում, Մոլդովան շատ ավելի առաջ է այդ գործընթացում, վերջի վերջին ինքը նաև սահման ունի բավական իր համար հոգեհարազատ Ռումինիայի հետ, նույն լեզուն են իրենք, ռումիներեն են խոսում։ Գրեթե նույն ազգությունն է նաև։ Գրեթե նույն ազգությունն է, ժամանակին եղել է Ռումինիայի մի գավառներից մեկը Մոլդովան, որը որ ռուսական կայսրության, հետո էլ սովետական միության ջանքերով ամեն անգամ փորձ է արվել փոխել եւ առանձնացնել։ Եվ Եվրամիությանն է մոտ ավելի։ Եվ վերջի դարձել է տեխնացու անդամ Եվրամիության, հա, այդ իմաստով Մոլդովան իհարկե ավելի առաջ է, քան մենք, բայց մյուս կողմից ավելի խոցելի է, քան մենք։ Այնպես որ 5-րդ շարժության ակտիվացումը իրոք եւ ռևանշի հնարավորություն շատ մեծ է Մոլդովայում,
եւ իմ գործընկերներն էլ մոլդովացի շատ մտահոգ են, որ կարծես թե իրենց կանխատեսումներով գոնե պարլամենտական մակարդակում չեն կարողանալու անել այն ինչ որ արեցին նախագահական մակարդակով, երբ որ Սանդուն ամեն դեպքում ընտրվեց, հա, ղեկավար եւ պրոեվրոպական նախագահ ունեն, իսկ այնտեղ պարլամենտը եթե չլինի պրոեվրոպական, այլ լինի ռուսամետ, Սանդուն շատ բան չի կարողանալու անել, որտեղ էլի պարլամենտական լուրջ ուրեմն ինստիտուտներ ունեցող երկիր է։ Այդ իմաստով մենք պետք է դասեր քաղանք իհարկե եւ Մոլդովայից եւ Վրաստանից, Վրաստանի օրինակն էլ Իվանիշվիլի նախադեպը կարող է փորձարկել Հայաստանում։ Դա կլինի այստեղի նախկին օլիգարխներից որևէ մեկին ակտիվացնելու միջոցով, թե կլինի Ռուբեն Վարդանյան վերադարձնելու միջոցով, բայց ամենայն դեպս այդ բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։ Այնպես որ Կիրիենկոն իհարկե շատ լավ ներսից գիտի, թե ոնց է պետք քայքայել ժողովրդավարությունները, ինքը ժամանակին գիտեք, եղել է ժողովրդավարական ճամբարի։ Ճակերտներով լավ փորձառություն ունի։ Ինքը ժողովրդավարական ճամբարի մաս էր, ներսից է տիրապետում այդ ամբողջ իրավիճակին, եւ հետո ուղղակի կաշին փոխեց, գույնը փոխեց, գնաց դարձավ KGB-ական իշխանության հլու հնազանդ սպասարկում։ Եվ հիմա փաստացի արդեն հաստատված նաև Հայաստանի առումով է։ Այո, համակարգողը, կուրատորը, այսպես ասած, ինքն է նշանակվել։ Կոպերկինի շեֆը է, սպարագայի մամիջական, հա, կարելի ասել։ Իդեպ մտահոգիչ ազդակները մենակ մոլդովական զարգացումները չեն։ Պուտինի վերջին հայտարարությունը, որ եվրոպական երկրների ղեկավարներից պահանջել է գրավոր պարտավորություն, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ նախկին խորհրդային հանրապետությունները։ Սա արդեն կրկնվում է, ժամանակի նույն բանը հիշենք, ասեց Լավրովը մի 2 տարի առաջ։ Տեսեք, Ռուսաստանը տեսնելով, թե ինչ մեծ խնդրի առջև է կանգնել մարտի դաշտում, ինքը սկսում է վերանայել իր արտաքին քաղաքական մոտեցումները մեթոդաբանության տեսակետից, ոչ թե նպատակների, այլ մեթոդաբանության։ Ինքը միշտ էլ չի թաքցրել, որ ուրեմն այն պահից, երբ որ Պուտինը ասաց, որ սովետական միության կործանումը դա խոշորագույն աշխարհակաղակական աղետն էր անցած դարի խոշորագույն աշխարհակաղակական աղետը, պարզ էր, որ ինքը նպատակ ունի վերականգնել խորհրդային միությունը եւ առնվազն ազդեցությունը Ռուսաստանի տարածել ամբողջ այդ խորհրդային տարածքում, եթե ոչ նաեւ սոցիալիստական ճամբարի երկրների վրա, եւ այն որ ինքը քիթ խոթում է նաեւ արևելաեվրոպական երկրներ, օրինակ Ռումինիայի ընտրությունները։ Վերջերս զորով, էլի, մազով կարողացան ռումինացիները եվրոպամետ նորմալ առաջադեմ մարդու ընտրել նախագահ, որտեղ իրենք ռուսները աջակցում էին։ Գերմանացիներն է դժվարությամբ այս անգամ կարողացան։ Ռուսները աջակցում են մի խայտարակ տեխնացուի, որը որ այսպիսի նարատիվներ էր տարածում, որ ոչ միայն պետք չի Ուկրաինային օգնել, այլ մենք էլ Ուկրաինայից ստանալիք ունենք, պետք է Աստեղծում մասնատման Ուկրաինայի, կոպիտ ասած ռուսները իրենց փայը թող տանեն, մենք էլ մեր փայը կտանենք, համ Մոլդովան կմիացնենք, համ էլ այդ Դոբրուջայի հատվածը, որը Ուկրաինային է պատկանում, որը որ իհարկե տիպիկ դասական, հետադիմական, ազգայնական ինչ-որ մոտեցումներ է։ Էլ չեմ ասում, որ ինքը տրամպիստ է, դե Տրամփն էլ է, չէ, Կանադան միացնեն, Գրենլանդիան միացնեն։ Այս 2 օր առաջ նորից գրեց որ եթե ուզում են ոսկե կուպլը, այսպես ասած, Կանադան էլ ծածկի, ուրեմն Կանադան կամ մուծվի, կամ դառնա 51-րդ նահանգը։ Հիմա տեսեք, այդ Ռումինիայի տեխնացուն հիմա ազգանունը չեմ էլ հիշի ու պետք է չի որ հիշենք, թող մոռացվի գնա, չնայած ինքը շանսեր ունի պարլամենտում էլ ինչ-որ բան ֆրակցիա ձևավորել մյուս ընտրությունների ժամանակ, բայց ինքը հիմնականում այդ հիբրիդային պատերազմի մեթոդաբանություններ կիրառում հենց սոցիալական ցանցերում, հատկապես TikTok-ում, ուրեմն երիտասարդության վրա ազդելու եւ տարբեր ինֆլուենսերների, այսինքն ազդեցիկ մարդկանց Ռուսաստանը մեծ ազդեցություն եւ հնարավորություններ ունի։ Հիմա այդ եմ ասում, ռուսները մեթոդաբանությունը փոխել են եւ հիմա որոշել են ոչ թե այսպիսի միլիարդների, 100 միլիարդների ծախսեր անելու փոխարեն, որ ռազմական ճանապարհով տեսնում են ինչի արժեվ կանգնեցին, ինչի եթե կարելի է մի քանի 100 միլիոնով ամեն երկրի վրա այդպես ծախս անելով հիբրիդային պատերազմի միջոցով սեփական խամաճիկներին բերել խցկել իշխանություն։ Վրաստանի օրինակը։ Այո։ Այն ինչ որ նաև փորձ արեցին անցած մայիսին Հայաստանում
հա, անել եւ բարեբախտաբար չստացվեց եւ բայց հիմա կարող է ավելի խոշոր գումար հատկացնեն ի տարբերություն անցած տարվա մի քանի տասնյակ կամ մի քանի 100 միլիոն դոլարի կարող է մինչև 1 միլիարդ 2 միլիարդ դոլար Ուկրաինայի վրա 5 միլիարդ են տրամադրել ուղղակի այնտեղ տարբեր իրենց գեներալներ կերել են մեծ մասը բացարձակ Յանիկովիչներով մնացածով բայց Հայաստանում էլ գցողները քիչ չեն հա ռոբասերժական թայֆայի մեջ հույս ունենք որ այդ հարցում այդ գցողները կհաջողեն մաքսիմալ այդ գումարներից շատ կյուրացնեն կգրպանեն Ի վերջո այդ փողը կշրջանառվի Հայաստանում միակ դեպքն է երբ որ այդ ջեպկիրների ջեպկիրությունը ողջունելու են մենակ այդ մի դեպքում հա մինչև այդ Հայաստանն են կեղեքել այդ գցողները տասովշիկները եւ իրենց շեֆերը հիմա գոնե այդ ռուսական փողերը լավ մինչև վերջ ուտեն մսխեն Իդեպ ես անցած հաղորդմանն էլ դրա մասին խոսեցի իմ հյուրի հետ Զախարովի վերջին այդ ասուլիսը թե ինչա չգիտեմ էլ թե այդ ֆորմատը ոնց է կոչվում երբ որ ինքը այնտեղ կանգնած on-line վիճակում ինչ-որ մարդիկ իբր թե իրան հարցրել են տալիս որովհետև շատ իբր թե է այդ ամեն ինչ էլի ամեն անգամ նույն մարդիկ ընդ որում ինքը դաժե չի էլ նեղվում էլ երբ որ հարց է տալիս պրսում են ինքը ասես գիծ է քաշում այսինքն մոտ գրած էր այդ հարցը այս անգամ ինքը խոսեց Հայաստանին այս պարագայում նկատի ուներ Արցախի մեր հայրենակիցներին հումանիտար մեծ օգնություն ուղարկելու մասին որը իբր ուղարկում է ինչ-որ ռուսական կազմակերպություն, բարեգործական թե հասարակական։ Սա էլ այն մեղմ ուժի քաղաքականությունն է հիբրիդային նույն ատետի մեջ։ Հիբրիդային մի մասն է։ Հիմա իրանք քանի որ այստեղ մոնոէթնիկ, ասեցի հատուկ շեշտեցի Հայաստանը մոնոէթնիկ է, հիմա իրանք փորձում են սուբէթնիկ խմբերի վրա աշխատել։ Եզդիների վրա չեն կարող աշխատել, որովհետև եզդիները շատ ինտեգրված են հայ հասարակությանը եւ ցանկացած նման փորձ իրանց դեմ կարող է օգտագործվել, ռուսների դեմ կարող է օգտագործվի։ Եվ փորձում են հիմա արցախահայության հայաստանցի Ղարաբաղցի այդ նարատիվը բան անեն, խորացնեն, տարանջատեն եւ այն ամեն ինչից հետո ինչ որ բերեցին Արցախահայության գլխին էթնիկ զտման ենթարկեցին հիմա ասում են դե մի քիչ էլ թուլափայտանք էլի բարեգործություն անենք տեսեք մենք ինչ լավ ենք ձեթ ու կարակով այս մարտիկ մեր օգտին կաշխատեն այս մարտիկ երկիր են կորցրել իրենք լավ չեն ճանաչում հայությանը եւ այդ թվում Արցախահայությանը որպես հայության մի սովորական հատված հա ոչինչով չտարբերվող մյուս մեր հայության հատվածներից որը ունի արժանապատվություն եւ ամենակարևորը հիշողություն։ Եվ շատ լավ նաեւ հասկանում է, ով ինչ արեց, սկսած իրանց խամաճիկներից ռուսական, որը Արցախահայության գլխին 20-30 տարի կարգել էին իշխանություն եւ չկարողացան եւ ամեն ինչ արեցին, որ հայկական բանակը Արցախում չկայանա, այդ պաշտպանական գծերը չկայանան, պետականությունը չկայանա իր ինստիտուտներով, այլ լրիվ դարձել էին այսպես բան էլի դուքյան է իրանց փող լվալու եւ հարստանալու միջոցով վերջնել այդ հարստությունները հիմա Բաքվի բանտերից նվիրում են Ալիևին այստեղ վաճառում են փողերը տանում են չգիտեմ ինչ օֆշորներով ինչ խողովակներով Ալիևի կլանին են մուծվում ես կուզեի հիշեցնել Գորբաչովի երբ որ երկրաշարժից հետո եկավ Հայաստան ինքը մեծ հույսերով եկել էր, որ դե վերջ, երկրաշարժը եղավ, հայերը այն, որ ասում են իրան հայերի լավ չգիտեն, այս հայերը հիմա կընկնեն իրանց սքով, իրանց վերականգնումով եւ այլն կմոռանան Ղարաբաղ, Մարաբաղ ամեն ինչ։ Բայց առաջի հարցը գյումրեցի մեր հայրենակիցները, որ տվեցին Ղարաբաղի մասին էր։ Այո։ Ու ինքը ապշած էր մնացել, կհիշեք այդ վիդեոները կան։ Ոնց։ Հիմա տեսեք, հիմա Արցախահայության մի մասի մոտ մտահոգություն կա, որ Հայաստանի իշխանությունները կարծես մոռացության են ուզում տան ընդհանրապես իրենց խնդիրը, հա, նաև Արցախի խնդիրը մեծաշու, որը նաև իրենց խնդիրը չէ, հայության համահայկական խնդիր է։ Ես կարող եմ մի բան ասել, որ նախ այդպիսի բաները իշխանությունների ռետորաբանությունից չպետք է դատել։ Եվ ավելին ասեմ, իշխանություններից կախված էլ չի դա, բայց դա կախված է Հայաստանի հնարավորություններից։ Եվ լավ է, որ հիմա գոնե սովորել ենք դիվանագիտություն, որ այն ինչ որ այս պահին չես կարող ստանալ, պետք է չի պահանջել անիմաստ։
պետք է ուղղակի ուժ հավաքել եւ այդ ուժը մեզ պետք է, հիմա ժամանակ է մեզ պետք եւ վերականգնվելու եւ զարգանալու համար։ Հենց որ կլինենք այնքան հզոր, որ մեր խոսքը կանցնի միջազգային ասպարեզներում։ Հենց որ կունենանք այնքան փող, որ Ադրբեջանը իր փողերով չի կարողանա մեր դեմ տարբեր տեղեր փակի միջազգային ասպարեզներում, եւ հենց որ կունենանք այնպիսի բանակ, որ կարողանա խնդիրներ լուծի եւ հենց որ կունենանք այնպիսի պահ, որ այդ բանակը կարողանանք կիրառել, այդ բոլոր համընկնումների ժամանակ, այդ ժամանակ կորոշենք ինչ ենք անելու։ Եվ հաստատ ոչ մեկ չի ասելու, բա 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ ձեր իշխանությունները ասում են ընդհանրապես այդ խնդիրը էլ գոյություն չունի, հա։ Նաև երբ որ կունենանք այնպիսի դաշնակից, որ չի կրսի, այո, անվտանգային այնպիսի համակարգում կլինենք, որը որ նաև կերաշխավորի մեր անվտանգությունը։ Բաներ կա, որ հիմա չունենք։ Եվ հիմա նրանք որ ասում են, հենց հիմա այդ հարցը բարձրացնենք, հենց ուղղակի հերթական անգամ ուզում են այդ հարցը շահարկեն Հայաստանի Հանրապետության դեմ, ոնց որ միշտ արել են։ Ռուսները միշտ Արցախի խնդիրը փոխանակ լուծելուն շահարկման համար պահել են, որ խուրդ են օգտագործեն իրենց շահերի համար։ Սկսած հայկական հարցից։ Այո, եւ իհարկե ոչ միայն այդ, հայ-թուրքական հարցերը, հա։ Այո։ Ցարական բանակը, ցարական Ռուսաստանը ինչ էր անում։ Ամեն անգամ, երբ որ ռուս-թուրքական պատերազմները սկսում են, իրանք շահարկում էին հայկական հարցը։ Արդյունքում իրենք ունենում էին 100 հազարավոր հայ կամավորներ, որոնք որ թնդանոթի միս որպես օգտագործում են Օսմանյան կայսրության դեմ, բայց դրա դիմաց հենց որ պետք էր ընդամենը կանգնել այն դիրքերին, որ գրավել էին արդեն, թափով հետ էին քաշվում, որ հայ բնակչությանը մատնեին հերթական սրի մատնեին, հետո նորից էլ վերադառնային արդեն դատարկ տարածքները բնակեցնեին կազակներով։ Այդ բոլոր պլանները գիտենք, Հայաստան առանց հայերի իրենց հայտնի բանաձևը։ Ընդ որում ամեն ինչ անում էին նաև որ թուրքերի համար հայկական ստվար բնակչությունը դառնար ոչ վստահելի։ Իրենց համար դա էլ էր կարևոր։ Այո, հայ-թուրքական հարաբերությունների սրելն էլ համատեղ եղավ։ Դա միայն Օսմանյան կայսրի եւ կայսրերի բանը չէր, գործունեության հետևանքը չէր, դա նաեւ ռուսական կայսրերի գործունեության հետևանքներ համատեղ այդպես սրեցին հայերի հանդեպ վերաբերմունքը նաեւ Օսմանյան կայսրությունում լրիվ թշնամական դարձրեցին եւ այդտեղ արմատավորվեց արդեն հայերին ոչնչացնելու, բնաջնջելու, փոխադարձ ցանկությամբ, ռուս-թուրքական ցանկությամբ բնաջնջելու այդ պահվածքը։ Այնտեղ Օսմանյան կայսրությունը այդ հարցը պետք է լուծեր, այստեղ էլ թաթարները պետք է այդ հարցը լուծեն, որոնց զինում են եւ քսի են տալի հայերի վրա։ Ընդ որում հայերին իրանք վերաբերում են որոշ դեպքերում են նաեւ որպես լոյալ քրիստոնյա բնակչություն, որին կարելի է ասենք տեղաշարժել Հյուսային Կովկասում ինչ-որ միտեղ։ Եվ հայկական գաղութները առաջացան նաեւ Հյուսային Կովկասում։ Ում դեմ Կովկասյան ժողովուրդների դեմ։ Դե իրանք Օսմանյան կայսրի հետ լավ պայմանավորվել են ռուսները։ Ձեր մուսուլմաններին քշենք Կովկասից Օսմանյան կայսրություն, չերքեզներին հիշենք, որոնք որ կմասնակցեն հայերի ցեղասպանություններին, բնաջնջումներին, էթնիկ զտումներին, հայերն էլ այդ արդյունքում կփախնեն, կբերենք նրանց փոխարեն նրանց տեղը կբնակեցնենք։ Արդյունքում հայերը իրենց հայրենիքից զրկվեցին, չերքեզները իրենց հայրենիքից զրկվեցին, օգտվեցին երկու կայսրները, անհետ անիմաստ կայսրությունները, որոնցից մեկը փլուզվեց բարեբախտաբար, շատ ծանր նստեց իհարկե այդ փլուզումը մեր վրա, մյուսը մասնակի է փլուզվել, միջև վերջ հələ չի փլուզվել, բայց դեռ փլուզվել է։ Դե պատիժն էլ ստացավ ի վերջո ցարական ընտանիքը։ Եվ ցարական ընտանիքը եւ սովետական միությունը, որը ականը ինքը իր տակ դրեց, հիմա չեմ ուզում հատուկ կոնկրետացնել Լենինը, Ստալինը, բոլորը իրար հետ։ Այդ ականը դրեցին խնդիրների, էթնիկ խնդիրների, բաժանի տիրերու տարբերակ, եմ դեռ մենակ Հայաստանին, Արցախին չէր վերաբերում, ասեմ ձեզ։ Բռնել են Թաթարստանը, կիսել են երկու մասի, մյուս կեսը տվել են Բաշկիրիային։ Բաշկիրիան բացում ես էթնիկ քարտեզը նայում ես, կեսը թաթարներ են։ Կենտրոնական Ասիան։ Բոլոր կենտրոնական Ասիայի բոլոր պետությունները խնդիրներն ունեն իրար։ Ուզբեկստանին բռնեցին, տաջիկական հողերը տվեցին Բուխարան եւ բանը, Սամարղանդը, հին տաջիկական մայրաքաղաք տվեցին ջուրը Տաջիկստանի։ Հա, չէ, բայց դրա փոխարեն էլ տաջիկներին էլ տվեցին Ֆերգանայի հովտից մի կտոր։ Աբսուրդ է, ինչի է այդ տեղաշարժը, որպեսզի միշտ իրար դեմ թշնամանան, որ կայսրությունը բաժանիր տիրես սկզբունքն է։ Բայց արդյունքում ինչ եղավ։ Պայթեց։ Նորմալ, եթե հայերին նորմալ վերաբերեիք, Արցախի հարցը տենց չապականեիք, բռնեիք սովորական Արցախը միացնեիք Հայաստանին դեռ այն ժամանակ Ստալինի այդ միջամտությունը չլներ, այս պայթունը չելի սովետական միություն չէր փլուզվի։ Սովետական միության փլուզումը սկսվեց Արցախից։
Համ մեթոդաբանությունը հայերը սովորացրեցին ամբողջ սովետական միության պայքարի մեթոդաբանությունը, հանրահավաքներ, գործադուլներ, ավտոերթեր, ամեն ինչ ստեղից է գնացել։ Ստեղից նույնիսկ գնում էին Ղարաբաղ կոմիտեից մեր բալթյան երկրներ տրեյնինգներ էին անում այնտեղ ոնց պայքարել կայսրության դեմ։ 88-ի ցույցերին, 88-ի ցույցերի ժամանակ շատ մեծ քանակությամբ բալթյան երկրներից երիտասարդ քաղաքական գործիչներ են գալիս, որպեսզի տեսնեն թե ոնց են ցույցը անցկացնում, այդ ամբողջ տեխնոլոգիային ծանոթանան։ Դե իրանց քթից եկավ իրանց ստորությունները, որ հայ ժողովրդի դեմ արել են։ Ինչ ստացան արդյունքում։ Ռուսաստանը հետո սկսեց շահարկել Արցախի խնդիրը, վերջը հետևին տվեցին դուրս շպրտեցին ադրբեջանցիներն էլ Ադրբեջանից։ Գաբալան հերիք չէր, նաև Արցախի տարածքից էլ շպրտեցին դուրս ուղակի։ Ու հիմա նեղված են, բա ոնց կլինի, բա պայմանավորվել ենք, որ Արցախը ձեզ տանք, Հայաստանն էլ դուք օգնեք, մենք վերցնենք, բա ոնց է չեք օգնում մեզ։ Ալիևն էլ ասում է, ես հիմա չեմ կարող, արդեն եվրոդիտորդներ են կանգնած, եվրոպացիներն ու ամերիկացիներն սխմում են, ես չեմ պատրաստում սաղ աշխարհի հարաբերություն փչացնել, միջատեք այդ բան եմ խոստացել։ Թուրքիան կնեղանա, չեմ կարող։ Նաև դա, այո, որ քեզ բերեմ էլի տարածաշրջան, հազիվ են քեզանից պրծել։ Այդտենց քթից ֆրցրեց, շպրտեց դուրս Պուտինին էլ, իր զորքերին էլ, ու շատ լավ արեց։ Այդ հարցում շատ դրական է, որ գոնե տարածաշրջանի մի հատվածից մաքրվեց այդ աղբից տարածաշրջանը, կայսերական աղբից։ Այո, ընդ որում մեր համար էլ վտանգավոր կլներ, եթե միջև մանանք այնտեղ։ Էլի շահարկեին, էլի կօգտագործեն։ Հենա, հիմա էլ անդադ ուզում են քթները խոթեն սյունիկ։ Եկավ, չեկավ Լավրովը, առաջի բանը այդ ասեց, որ այնտեղ պետք է մենք մեր բանը հյուպատոսարանը բացենք։ Իրա ծոցորակը կտեսնի, այնտեղ հյուպատոսարան չի տեսնի։ Եվ խոսած այն բանի մասին ես զարմանում եմ։ Լավրովի մակարդակի քաղաքական գործիչը դիվանագետը ոնց կարա այդքան բոբիկ լինի։ Ասում է Հայաստանի սահմանները պաշտպանում են մեր սահմանապահները հայ սահմանապահների հետ միասին։ Դու դրա մասին չգիտես, հայ ինգեր ջան։ Որ արդեն չկան։ Ոչինչ, կամաց Հայաստանն էլ կհասունանային մակարդակի, այլ անվտանգային տեսակետից, որ ռուսական ներկայությունն նաև այստեղ ոտները կկտրվի, ես նկատում եմ կայսրություն էլ, հատուկ շեշտում եմ ոչ թե ժողովուրդը ռուսները մեր ազգային փոքրամասնություն որպես, այլ հենց կայսրությունը եւ Հայաստանը կկարողանա ինքնուրույն սեփական խնդիրները նաև նոր նորմալ դաշնակիցների միջոցով լուծել։ Բայց իհարկե դրա համար պետք է մեզ ժամանակ, հզորացում, տնտեսական զարգացում, ներդրումներ, ժողովրդավարության զարգացում, շուկայական տնտեսության զարգացում, ռեֆորմներ, շատ բան ունենք անելու եւ առանց այդ ամեն ինչը անելու ինչ որ հիմա ոտավորվենք ինչ որ ոտաբոբիկ վիճակով ինչ որ մեծ խնդիրներ մեր առջև դնենք լուծելու արտաքին քաղաքական տարածքային նկատի ունեն եւ այլն, հենց այդ առաջի հենց Ռուսաստանի ցանկությունն է, որ ժամանակից շուտ չկարողանալով հարց լուծել, մտնենք այդ կետը։ Թրամփը գլուխ էր գովում, որ ինքը գնաց արաբական ծոցի երկրներ եւ 14 միլիարդ դոլարի ներդրում 14 տրիլիոն ներողություն, հա, դոլարի ներդրումներ ապահովեց Ամերիկայի համար։ 1.4։ Չէ, 14։ Ես այսօր կրկին լսել եմ 14 միլիարդ։ Ինչ որ ինֆորմացիան սխալ են ասել։ Ես այդ թվերին լավ եմ տիրապետում էլ են 14 չի։ 14 տրիլիոն։ Ինքը ուզում էր միայն Սաուդյան Արաբիայից մի տրիլիոն էր ուզում, սաուդիտները սկզբից ասացին, չէ, այդքան չեն կարա, կես տրիլիոն, 500 միլիարդ կտանք, բայց հետո իջացին 300 միլիարդի։ Հետո ուրեմն գնաց Կաթար եւ Միացյալ Էմիրություններ եւ այլն, այդ ամբողջը իրար հետ 1.4 միլիարդ տրիլիոն, բայց էդ էլ գիտեք խոստումների մակարդակով էլ պարզ չի ոչ որ մասը թերևս իր ասած այն ընդհանուր, նաեւ այդ քվոտաների, իմվոտաների ամեն ինչի արդյունքում այդքան որը մի թիվ կրակում է։ Բայց ես ինչի համար այս թիվը մեջ բերեցի։ Փոքր երկիր ենք, մեզ մոտ եկել էր հյուրեր Ֆրանսիայի արտգործնախարարը եւ երբ որ այսօր 3 ինքը գնաց Հայաստանից, ինքը մի հատ տեպես վիդեո եւ գրառում էր դրել Հայաստանին, շատ շնորհակալ, զգացված եւ այլն, եւ ինքը այնտեղ շեշտեց, որ ես եկել էի դրա արդյունքում Հայաստան է եկել 150 միլիոն դոլարի ներդրում։ Եվրոյի, հա, այս պարագայում ավելավոր եվրոյի։ 10% թանկացավ եվրոն դոլարի հանդեպ, դրա համար ավելի լավ է եվրոյով հաշվել։ Եվրոյով լինի եւ եթե կարելի ամեն անգամ նմանատիպ միջոցառումների ժամանակ ունենալ այդ հարաբերությունները, այդ կոնտակտները, բարեկամ երկրների հետ ավելի ակտիվ, ապա ինչու՞ չէ ամեն անգամ 150, 150, 200, 500 դրանք ահռելի թվեր են։ Հայաստանի համար այո, ես
մի անգամ չի որ ասել եմ, որ համակարգաստեղծ թվեր են։ Ներդրումների առանձին էկոնոմիկայի նախարարությունում կա այդպիսի վարչություն, որը ավելի շատ զբաղված է սաբոտաժով ներդրումների, քան օժանդակելով, ոնց որ տեսանք Արագեթի ներդրումային ծրագրից։ Հիմա դուք 150 միլիոնից եք խոսում, 4 տարի է 350 միլիոն մարդիկ պատրաստ են ներդնել, 4 տարի չեն կարողանում ներդնել, ինչա՞ դե այստեղ գիտեք բան են բյուրոկրատական քաշքշուկի մեջ են ընկել, միջև էլ կեղծ ինչ որ մրցակից գտան Ռուսաստանից բերեցին ոմը Ռուբեն Գրիգորյան, որ 0 է ներդրել միջև հիմա, ուղղակի խափեց պետությանը 6 ամիս հետո պետք է արդեն այդ հարցը լուծեր, 4 տարի չի անում ոչ մի ներդրում, ու փոխանակ ձերից առնեն ասեն ոնց թե խափել ես մեզ, էս պետք է, էս մյուս ներդրողը պետք է անի, չնայած առանձնապես չեն խանգարում, մի քիչ տարբեր տարածքներում են, մի փոքր մասում են հատվում, բյուրոկրատիա հողերի, չգիտեմ, կադաստրային բանի փոփոխություն, նշանակության փոփոխություն, ես ինչ հեքիաթներ, ինչ նշանակում, ղրերում սարի վրա այդ ինչ մի խնդրեմ է այդ հողերի կադաստրային արժեքը փոխել եւ մարդկանց հնարավորություն տալ, որ այդ ներդրումները անեն։ Եվ իհարկե այդ ամեն ինչ որ ասիք շատ կարեւոր է եւ հուսով եմ որ դրան ուշադրություն կլինի նաեւ իշխանությունը Պուտինի մի հատ խորհրդական կա Առանձնապես ես նրան չեմ էլ ճանաչում, բայց քանի որ շրջանառվում է այս մարդու հայտարարությունը, ընդ որում նաև ուկրաինական էքսպերտների մոտ է շրջանառվում շատ ակտիվ, ես մեջբեր եմ։ Մայիսի 21-ին Պուտինի խորհրդական Անտոն Կոբյակովը Պետերբուրգյան միջազգային իրավագիտական ֆորումում հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը ինչ որտեղ գոյություն ունի, քանի որ խախտվել է ԽՍՀՄ-ի լուծարման պրոցեդուրան։ Հիմա ասել է թե ԽՍՀՄ ստեղծվել է ժողովրդական դեպուտատների համագումարի կողմից, ուրեմն պետք է ԽՍՀՄ լուծարվի ժողովրդական դեպուտատների համագումարով։ Սրա վրա կարելի է ծիծաղել, բայց չէ որ այդ մարդը Պուտինը Վլադիմիր շատ լուրջ է ընդունում այս կարգի մարդկանց խորհուրդները։ Հա դե Պուտիններ, Պուտինը լուրջ է ընդունում նույնիսկ իրեն տված այդ հեքիաթասացությունը, որ պեչենեգների, պոլովցիների, եսի ինչ-որ սխառնել է իրար։ Տեսեք, իրականում իրավական գործընթացներ կան եւ կան քաղաքական գործընթացներ։ Իրավական տեսակետից իրականում ԽՍՀՄ-ի վերացումը հակաիրավական էր։ Դա բոլորն էլ հասկանում են։ Որտեվ կար ԽՍՀՄ-ից հանրապետությունների դուրս գալու հստակ ընթացակարգ օրենք, որի միակ պահպանած երկիրը եղել է Հայաստանը։ Միակ։ Դա էլ առաջի իշխանությունները մտածելով որ համենდապ ստրախովկի համար մենք պահպանենք, ասենք փլուզվել էր արդեն խորհրդային միություն չկար, իրենք դեռ այդ սահմանած բանը հանրակրվեի եւ այլն այդ խորհրդային ռուբլին էլ աշխատում էր Հայաստանում էլ վերջի երկիրներ, որտեղ խորհրդային երկիրներ, սա սրբեցին տարան այդ դատարկ ռուբլիներով Հայաստանից։ Լավ, ինչևէ, բայց ամենայն դեպս դա իրավական իրողության մասին է խոսքը։ Կներեք, բայց կա նաև քաղաքական իրողություն։ Վերացել է այդ պետությունը, վերջացավ։ Իրավահաջորդն էլ Ռուսաստանն է, դե հիմա Ռուսաստանը որպես իրավահաջորդ կա ընթացակարգ, որով ինքը կարող է վերականգնել, ինչ պետք է անի։ Այդ ընթացակարգում գրած է որ կարող մտնի գրավի, չէ, այդպես բան չկա, ոչ էլ իր նպատակներում է Պուտինը հռչակել նման բան, երբ որ Ուկրաինայի վրա հարձակվում էր։ Ինքը չէր ասում ես խորհրդային միություն եմ վերականգնում։ Լրիվ ուրիշ պատճառներ էր բերում, ցեղասպանություն է այնտեղ իրականացվում ռուսների հանդեպ եւ այլ հեքիաթներ։ Այնպես որ, հա, ինչ որ մի խորհրդական, ինչ որ մի ապուշություն ստենդեղ դուրս կարող է տալ, շատ հնարավոր է Պուտինի ցանկությունը դա լինի, բայց դա որևէ հետևանք, որևէ բան իրանց չի ներկայացնում եւ որևէ հիմք չունի, էլի, առնվազն Ռուսաստանը ինքն էլ վերջի վերջո պատասխանատու է այդ փլուզման համար։ Ու Հայաստանը չէր Բելովեժյան Պուշայում հավաքվում բանի իրանք իրեքով հավաքվեցին։ Կուչմայի եւ բանի հետ ոնց էր այդ Բելարուսիան ժամանակվա շեյով էր մոռացա արդեն։ Մի խոսքով այդ իրեքով հավաքվեցին, որոշեցին վերացնել ԽՍՀՄ-ը, ԱՊՀ ստեղծել։ Անունը փոխել, նոր կառույց ձևավորել։ Հիմա ումից են ինչ ուզում։ Իրանք են արել։ Ելցինն է արել։ Լավ, իհարկե Հայաստանի վիճակը հիմա այնքան էլ նախանձելի չի, այն իմաստով, որ ռուսական վտանգը այնպես յաթաղանի նման կախված է, որտեղ կա նաև այդ տնտեսական հարաբերությունները, այդ ռիսկերը, հա, էներգետիկ ռիսկերը եւ այլն, բայց Հայաստանի քայլերը, այսինքն Հայաստանը պետք է արագացնի իր քայլերը։
եվրոպական ուղղությամբ։ Միանշանակ եւ այս դանդաղկոտությունը շատ մտահոգիչ է եւ վտանգավոր Հայաստանի իշխանությունների։ Քայլեր անում են դեպի Եվրոմիություն, քայլեր արդեն որոշել են անեն դիվերսիֆիկացիայի նաեւ ուղղությամբ, որպեսզի տնտեսական կախվածությունը նվազեցնեն Ռուսաստանից, բայց այդ ամեն ինչը արվում է շատ դանդաղ, ինստիտուցիոնալ լուծումներ դրան չի տրվում, հատուկ կառույցներ դրա համար չի ձևավորվում մինչև հիմա, առնվազն նախարարություն կամ գոնե փոխվարչապետ իր բոլոր նախարարություններում առանձին բաժիններով պետք է այդպիսի մի հատ համակարգ ստեղծվեր, որ բոլոր նախարարությունները աշխատեին այդ դիվերսիֆիկացիայի եւ եվրոպական ինտեգրման վրա։ Նույնիսկ այդ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունը, որ հրճակել են, հենց դրա շրջանակներում պետք է մաքսիմալ բալանսավորել արտաքին մեր կախվածությունները։ Մենք այսօր լրիվ Ռուսաստանից կախվածության մեջ ենք տնտեսական առումով։ Այո, ես էս դա նկատում։ Էլ ի՞նչն եք բալանսավորում, բա այդ այտենց է բալանսավորում։ Այդ դանդաղ տեմպում են բալանսավորում։ Մենակ հրճակելով չի գործ արեք։ Շատ լավ, շնորհակալություն, մեր եթերաժամն էլ սպառվեց, ամենայն բարիք։ Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանին։ Ամենայն բարիք ձեզ։